Կասկածելի հանգիստ են իրենց պահում թուրքերը օկուպացված հայկական հողերով։ Ուրիշ տեղից ինքը մտցնելու զորք չունի տեղ։ Թուրքիա Բաքվի Հանրապետություն։ Ինքը ուզում է Իրանը դարձնի Վենեսուելայի պես իրան ենթակա երկիր։ Տիտանական աշխատանք է սպասում Իսրայելին, եթե ծնկի չգա Իրանը։ Բազմաթիվ պատերազմներ են եղել պատմության մեջ, երբ որ փոքր երկիրը հաղթել է մեծին։ Իրանը եթե չի ուզում պարտվի, եթե կամք է դրսևորում, ինքը չի պարտվի։ Հնարավոր է բռնկվի այնպես կրակ, որ մեզ ոչ մի ձևով արաքսի, ասենք, լայնությունը այդքան մեծ չի, էլի, ու ջուրն էլ այդքան շատ չի մեջը, որ մենք կարողանանք այդ հրդեհներից մեզ հեռու պահենք։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է, եթե ուզում եք մեծ նպաստ ունենալ մեր արիթքի զարգացմանը, ապա միացեք մեր Patreon-ին, ամսական ընդամենը $5, ահա եւ այն QR կոդը, որի միջոցով կարող եք անցնել գործի։ Այսօր մեր հյուրն է ՈՄԱ-ի նախագահ Վովա Վարդանովը, ում եւ սիրով ողջունում ենք, բարև եկեք։ Բարև ձեզ։ Պարոն Վարդանով, Իրան արևմուտք կամ ԱՄՆ գծիկ Իսրայել պատերազմը ավելի է թեժանում եւ այն կանխատեսումները, որ Այաթոլլահ Ալի Խամենեին սպանելուց հետո պետք էր կտրուկ փոխվեր պատերազմի ընթացքը, կարծես արևմտյան այդ կանխատեսումները չիրականացան։ Ասել կուզի Իրանը գլխատելուց հետո պետք էր քաոս ընդեղ տիրեր, ներքին հեղափոխություն եւ ըստ այդմ հասնեին իրենց հիմնական նպատակին իշխանափոխության։ Հակառակը մենք տեսանք ավելի ուժգին հարվածներ Իրանի կողմից ԱՄՆ-իսրայելական թիրախներին, այ ո՞նց է գնահատում, ո՞նց է բացատրում այս ամենը։ Հիշում եք, տենց բառ կար Կիև 3 օրում։ Ոչ մի ռազմաքաղաքական վերնախավ այդ նախադասությունը չէր ասել։ Պետք է ասել էին, ասենք, Facebook-չիները։ Ոնց որ թե ինչ-որ անգլիական քաղաքական գործի չէր ասել դրա մասին հեգնանքով, հետո լրատվամիջոցներ, բլոգերներ եւ այլն։ Նույն ձևով, այստեղ բլոգերը եւ լրատվամիջոցի դերը համ նորություն ստեղծողը, այտենց կան, չէ՞ մարդիկ, որ ի պաշտոնե համ նորություն ստեղծող են, համ էլ մեկնաբանող են, հա, տարբեր երկրներում կան այտենց մարդիկ, Տրամփն է, ու ինքն է ինչ-որ պովոդներ ստեղծում, բայց իրականում այդ ամեն ինչը նպաստում է պատերազմի մառախողի թանձրացմանը։ Հիմա ինքը հայտարարում է, որ 4 շաբաթ, 5 շաբաթ ոչ ավել։ Սկզբից ուրիշ օրեր էին, 4 օրեր։ Հա, կամ ասենք Նավատորմի բանա հրամանատարը, Նավատորմի չէ, Նավատորմիկի այդ Աբրահամ Լինկոլնի խմբավորման հրամանատարը ասել էր 7 օրվա պաշար ունեմ։ Նման բաների համար մարդուն դատում են։ Դա նշանակում է դա իրականություն չի։ Կեղծ տվյալներ է, նույն ձևով կեղծ տվյալներ տալիս է գլխավոր հրամանատարը։ Ես ժամանակին Ալիևի վերաբերյալ եմ դա ասել, որ մենք երբ որ Ալիևի խոսքերը սկսում ենք քննարկել քաղաքական առումով, մոռանում ենք, որ այդ քաղաքական առումով ինչքան էլ քննարկենք, ինքը նաև գլխավոր հրամանատարն է Բաքվի թուրքերի։ Իսկ գլխավոր հրամանատարը պատերազմող գլխավոր անձն է, ինդիվիդումն է։ Նույն ձևով Տրամփը, ասենք, թոզ է փչում, որ կուրացնի չտեսնենք։ Փորձենք հասկանանք առաջերտին ինչ խնդիրներ է լուծում Միացյալ Ամերիկայի Նահանգները իր պոչիկի հետ կամ 51-րդ նահանգի հետ կամ Իսրայելը ինչ է լուծում իր բանա ԱՄՆ սեկտորի հետ, ասենց ասեմ, որտեվ ԱՄՆ-ն ոնց որ թե դեր է խաղում Իսրայելի սեկտորներից մեկը ոնց որ լինել, պոչը բանա շնով խաղում է։ Մեկ է փորձենք հասկանանք ինչ խնդիրներ է լուծում Իրանը ռազմական առումով։ Ուրեմն նայեք, մի հատ բառ կա, շատ լավ բառ է ռուսերեն, հայերեն ոնց կլինի։ Ինքը հնչում է մոտորապես «Я за любой хипиш, кроме голодовки»։ Նույնը Իսրայելն է։ Ցանկացած կիպիշի համար ինքը կողմ է։ Մենակ թե ուղղված լինի, ասենք, այն մուսուլմանական երկրների դեմ, որոնք որ ծալված չեն իր առջև։ Այդ մի քանի երկիր է ընդամենը։ Մի քանի թե միայն Իրանը։ Չէ,
Պակիստանն էլ ցալված չի, այնտեղ Մալայզիան ցալված չի, այն երկրները, որոնք անմիջական Իսրայելի հրթիռների կամ ավիացիայի հարվածներին, ասենք, ենթարկվելու շատ քիչ շանս ունեն, իրենք ցալված չեն։ Օմանը ցալված չի, որտեղ միջև Օման գալ, այնտեղ մի քանի հատ ուրիշ երկիր պետք է ավիրեն։ Հա, ինքը հատուկ ինչ-որ հակաիզրայելական քայլեր չի անում, բայց չի էլ ցալվում Իսրայելի ազդեցության տակ։ Ինչ խնդիր է լուծում կարճ Միացյալ Ամերիկայի Նահանգները։ Ինքը ուզում է Իրանը դարձնի Վենեսուելայի պես Իրան ենթակա երկիր։ Ոչ ավել, ոչ պակաս։ Ինչպես է դա հնարավոր անել։ Մի քանի սցենարով։ Սերբական սցենարով Հարասլավիայի, երբ որ ռմբակոծում են, հետո հանգիստ են թողում, մի քիչ հետո, ասենք, ընտրություններ բան ու տապալվում է իշխանությունը։ Նա արեց էդի մոտ մի 7 ամիս թե 8 ամիս առաջ, չէ՞։ Չստացվեց, որտեղ ժողովուրդը հելա մագնիտոֆոնի ու iPhone-ի թանկանալու պատճառով վաճառողները բանը մեծ շուկայի Թեհրանի ոտքի, բայց էդի չբերեց իշխանափոխություն։ Հարասլավիայի սցենարը չաշխատեց փաստորեն։ Ես նկատի ունեմ 1999 թվականին Հարասլավիայի սցենարը, երբ որ ռմբակոծելով բերեցին Միլոշևիչի տապալման։ Միլոշևիչի եւ իր կուսակցության։ Երկրորդ սցենարը սերբական սցենարի, հարասլավական սցենարի ավելի զարգացած ու հետևանքներ, որին նպաստում ես, այդ գործողություններն են, դա լիբիական սցենարն է։ Երբ որ ռմբակոծում ես եւ մի քիչ սպեցնազ ես մտնում, ասենք մի 10-15 օր ռմբակոծելուց հետո մի ամիս ռմբակոծելուց հետո մի երկու հատ պլացդարմ ես վեգալում ափի վրա կամ տարածքի վրա եւ սկսում է քաղաքացիական պատերազմ եւ դու այնտեղ քանի որ պլացդարմ ես վերցրել եւ հնարավորություն ես ունենում որոշ հակաիշխանական ուժերին զենքով ապահովել, փողով ապահովել, մենակ հերվից մամայի արև կօգնեմ բարեր չի, այլ նաև գործնական գործողություններով ես աջակցում այդ ապստամբներին կամ ավազակներին, ով ոնց ուզում է թող անվանի, դա մյուս սցենարն է, երկիրը քանդվում է ու վերջո լիբիական նավթը այսօր Ամերիկայի, փաստացի եւ մի քանի միջազգային կորպորացիաների տնօրինության տակ են, իտալական ENA, British Petroleum եւ այլն։ Եվ երրորդ սցենարն է սիրիական սցենարն։ Մի քանի հատ հրթիռներով խփում են, ասենք օդանավակայան Խմեյմիմին հիշում եք հրթիռներով խփեցին, օդանավերը վերև բարձրացան, բայց չմտան Սիրիայի տարածք, որտեղ Սիրիայի տարածքում բնած ոչինչ հոբ կա, 70-80 թվերի, որ կարա խոցի այդ ինքնաթիռները, կապ չունի, որ արդեն մի 30-40 տարի անցել է, հոբ համակարգերը քիչ թե շատ սարքվում են մի քանի տասնյակ տարի հետոյի հաշվարկով, էլի։ Դրա համար նույններ Իրանի տարածքում չեն մտնում ինքնաթիռները։ Շանս որ կմտնեն շատ քիչ է դեռևս, միջև գերակա, ասենք, բան չդառնան այնտեղ։ Եվ այնքան էս բան անում, խփում, դրսից ուժերին աջակցում, Լոնդոնում կառավարություն հիմնում, հարևան երկրում բանը փախստականների էս թույլ տալի որ մտնեն եւ հարևան երկրի փախստականները, որոնք որ այդ երկրի մոտ 10%-ի չափ են դառնում ամիսներով այդ պատերազմական ավազակային բան վիճակների պատճառով իրանց մեջից ընտրում ես մարդկանց սոված մահ կամ զինվորագրվելու ընտրությունով կարում ես մարդկանց հավաքագրես ինչը արեց Թուրքիան բնական է ասենք իր տերերի Իսրայելի, Անգլիայի եւ Ամերիկայի դրդմամբ սիրիական փախստականներից իրանցից հավաքագրում էր Սիրիայի ազգային բանակը, որը մեծ դեր խաղաց քրդերի դեմ պայքարելուց։ Ջեփխեթ Ան-Նուսրան ինքնուրույն վերցրեց իշխանությունը, բայց քրդական ֆակտորը չեզոքացնելու համար, որպես ինքնավար կամ անկախ պետություն Սիրիայի հյուսիսում դա արդեն այդ սիրիյսկի նացիոնալնի արմիայով արին, էլ այդ ազգային բանակով արեց։ Դա երրորդ արդեն սցենարն է, որը բանը մեկը մյուսից բխող է, էլի։
Սկզբից մեկն է, չստացվեց, հետո ավելի ծախսատար ու ավելի ժամանակատար, քան առաջինը, եւ հետո շատ երկարը։ Հիշենք, չէ, որ ասենք արաբական գարունը հենց եղավ, բանը արդեն եղան ընդվզումներ Սիրիայում, մի տարի հետո սկսեցին, ասենք, կրակոցիներով ցույցեր եւ քաղաքացիական պատերազմ սկսեց։ Եվ 10 տարուց ավել 11 տարի հետո քաղաքացիական սկսելուց հետո նոր Բաշար Ասադին տապալեցին։ Ու ամբողջությամբ դեռ իրանցը չի Սիրիան։ Ոնց որ թե իրանցն է, բայց հիմա նույնը Իրանի հետ կստացվի թե չէ, մեծ հարց է, բայց ես պարզ տեսնում եմ այդ սցենարը։ Չի աշխատում այն մյուս սցենարը, որը արել են Սադամ Հուսեյնի ղեկավարած Իրաքի հետ։ Ընդհանրապես Իրանի դեպքում ինչ սցենար է գործում։ Չես էլ հասկանում։ Այդ սցենարը կարա աշխատի։ Որը այդ բանը լիբիական սցենարը։ Լիբիական կամ սիրիական։ Այնտեղ ստեղ Իրանի պարագայում։ Եթե եկել էին ծոցից ուզում էին ավիակիրներով, տենց օթային արվածներ կամ թռիչքներով, ապա դա էլ չի ստացվում, Աբրահամ Լինկոլնը գնաց հնդկական ջրեր, հնդկական օվկիանոս, որտեղ խոցեցին։ Արաբական ծովից տեղափոխվեց մի քիչ ավելի հարավ։ Եթե ցամաքային, ապա ստե գրեթե անհնար է, որտեղ ռազմական վերլուծաբանները այդ են ասում, որ դեռևս դեռևս օքեյ, թող այտենց լինի, օթային տարածք չի ներխուժվում, հակառակը, եթե այտենց այդ փոխադարձ հրթիռային հարձակումներ խփելն է, ավելի շատ ԱՄՆ-ն կորուստներ ունի, որովհետև էլի մեր ռազմական, չէ, բանի ռազմական, օրինակ ռազմական ոնց Ամերիկան ավելի մեծ կորուստներ ունի։ Դե պարոն Վարդանով, F-15 3 հատ կործանի չեն խփել, ամեն մեկը չեն խփել են իրենց դաշնակիցները անօթաչուի տեղ դրած։ Ինչ ուզում է թողել լինի, մեկը Իրանը։ Հա, լավ կորուստներ է։ Ամեն մեկը $100 միլիոն։ Դե տոյս գումարային ես հարցրեցի։ Կարելի է մոռանալ այս ինքնաթիռները ընդամենը հիշել $1 միլիարդ ասենք, բանա, RLS-ները, լոկացիոն կայանները, որոնք որ խոցվել են։ $100 միլիարդ, եթե դու չունես ռադար կամ F-15, ո՞ւմ է պետք է փողը։ Պատերազմի ընթացքում այդ Դե ասում եմ գումարային, եթե գումարային մեծ արժեք ունի ու երկար ժամանակ կառուցվում է RLS-ը, ինքնաթիռը վարկյանական կբերեն ուրիշ տեղից կփագեն պակասը, որովհետև հարյուրներով ունեն դրանից։ Դուս ավելի ծանր բան է, որպես ասենք բան դովը այդ բանը փաստարկ որ դուք բերում եք, ասենք, դա RLS-ների ոչնչացնում է, երկու հատ RLS-ը ոչնչացրեց։ խոշորագույն այսպես։ Խոշոր մեկը Զագարիզոնտն է, մեկը Տիեզերակի հետ կապված բան, то есть երկուսն էլ շատ լուրջ, ամեն մեկը միլիարդ, մեկը մի քիչ էժան գին ունի։ Դա հսկայական գումարային ծախս է, բայց այն երկրի համար, որը սաղ աշխարհի համար ասենք փող է տպում, ընդհանրապես երկուսում են ավել կաշխատեն բանվորները ռադիոլոկացիոն ստանց կայանքներն են, ռադիոլոկացիոն կայաններ են, որոնք որ հերվից տեսնում են թռչող սարքերը։ Կան բանը այդ ռադիոլոկացիոն կայաններ, որոնք որ բան են, շարժական են եւ շատ հեռու չեն տեսնում, բայց ամեն դեպքում ավելի հեռու են տեսնում, քան իրանց հրթիռները կարան խփեն, եւ կան, ասենք, ռադիոկայաններ Այն որ խոցվել է ամերիկյան, ասած շատ չեթամ էլի, հակաօթային Իսրայելում չի խփվել, արաբական բանում է, երկրներից մեկում, որն էր Քուվեյթներ, Կատարներ, Կատարը Իսրայելում կարծեմ լուրջ խոշոր բան խփեցին։ Չէ, երկու հատ բան է, մի հատ կլոր շառը, պատկերները կա համացանցում, մի հատ ասած քառակուսի երանգյունի, ասած կիսապիրամիդայի տպավորություն թողող բանա լոկատորներ են, այդ լոկատորները, ուրեմն այդ ռադիոլոկացիոն կայանները, ռադարները, իրանք շատ հեռու են տեսնում, շատ հեռու, հազարավոր կիլոմետրեր։ Դրա անալոգը կար այս տարածքում, ընդամենը մի հատ սովետոներ կառուցած, բանը Բաքվի հանրապետության հյուսիսում, այդ Գաբալա բնակավայրում, որը 2013 թվականին $7 միլիոն արենդանել չբավարարեց թուրքերին, 300 ուզեցին ռուսներից եւ ռուսները հեռացան։ Արժեքը այսօրվա բաներով գնահատվում է մոտ 850 մինչև 920 միլիոն $, Ռուսաստանին պետք է եկավ, որ նմանատիպը կառուցի Վառոնեժ բանը լոկացիոն Զագարիզոնտնի այդ նույն բանը համարյա մի քիչ արդիականացված բանում Ռուսաստանի հարավում, որ կոմպենսացնի այն
Իրանը ընտեղից վտարելու, ասենք, բան էլի վնասը, որտեղ պատուան է բացվում, էլի, որից կարա ներթափանցումներ լինեն հրթիռային, ինքնաթիռներով, բանով, պետք է փակել Ռուսաստանը։ Հիմա լավ հասկացանք, այդ մի քանի սցենար, որը չստացվեց, խորացնում եմ, դա բանը կազինոներում խաղ կա կամ ընդհանրապես խաղացողները, որոնք որ փողով են խաղում, շատ հաճախ տենց ստրատեգիա են որդեգրում ստավկեքը բարձրացնել։ Ասենք Հարասլավիայում խոսքի օրինակ պայմանական 2 միլիարդ փող ծախսեցին, հաջողություն չունեցան, հետո Լիբիայում ծախսեցին 4 միլիարդ բան հաջողություն ունեցան։ Լիբիայում 2 միլիարդը ծախսեցին, հաջողություն չեղավ, եւս 2 կրկնապատկեցին ծախսերը, եղավ հաջողություն։ Համապատասխան ժամանակ ծախսվեց, որ եւս 2 միլիարդը ծախսվի։ Հիմա Սիրիայում ծախսվեց այդ 2-ը, հետո 4-ը, հետո ստիպված ժամկետները շատ երկարեցին, մինչև 20-30 միլիարդ գինը հելավ։ Հիմա Իրանը կնստի շատ ավելի թանկ, միգուցե, եթե սերբական սցենարը աշխատի, լիբիականը չաշխատի, սիրիականը, ասենք, աշխատի մասամբ, կամ էլ ամբողջությամբ չաշխատի, եւս պետք է կրկնակի ավել ծախսանեն, արդեն դրա հետ զուգահեռ ցամաքային զորքեր մտցնեն։ Ցամաքային զորքեր մտցնելու համար իրանք մի քանի ուղղություն ունեն։ Այդ մի քանի ուղղությունը հյուսիս արևմուտքն է եւ արևմուտքը։ Ուրիշ տեղից ինքը մտցնելու զորք չունի տեղ։ Թուրքիա, Իրաք։ Թուրքիա, Բաքվի Հանրապետություն։ Իրաքից չի կարա, որովհետև մտցվող զորքը իր ֆունդամենտը ավազի վրա է կառուցելու, շիական ավազի վրա, Իրաքը բնակ։ Դες դա абսուրդ է, որ ինքը ոնց որ պարտիզանական շարժումով լի, ասենք, տարածքում դնի բազան, որից որ հարձակվելու է ցամաքային, դες մեջքից խփելու, լոգիստիկային խանգարելու, ինչ ասես անելու հնարավորություն։ Պակիստանի ուղղությունը բացառվում է, որտեղ Պակիստանը մեծամասնությունը 90%-ը իշքան հիշում եմ բաներ են, սուննի են, բայց բանա ընդհանուր մուսուլմանական ումմա հասկացողությունը իրանց մեջ կա, ու երբ որ գյաուրի հետ ակարվում անգամ շիան, իրանք այդ շիայի համար վիզ կդնեն։ Ոնց որ հիմա բանա կարծեմ Կաշմիրում բանա թե Կարաչիում, ասենք հիպատոսարանն են գրում սովորական ժողովուրդը իմիջայլոց, սովորական ֆանատիկոս, չֆանատիկոս, ինչ ուզում եք անուն դրեք, բայց ոչ տերորիստ, ոչ ԻԳԻԼ, ոչ Տալիբան, այլ սովորական հավատացյալ մուսուլմանները, որոնք սուննի են, դա կրակելը դա հասկանալի է, որ պետք է կրակեն, դա մեծ խնդրեմ չի, էլի, ասենք, աշխարհիկ հեգեմոնի համար, որը երբեք ռազմական հանցագործությունների համար իր քաղաքացիներին չի հանձնել տուժվող կողմերին, ոչ Վիետնամ, ոչ ուրիշ տեղեր, էլի, ասենք, երևի գիտեք դրա մասին, որ այնտեղ մի քանի լուրջ վայրենության ապացուցված դեպքեր ա եղել, գյուղում բնակիչ կնիկ երեխա կոտորելով, բայց դատել են, բայց ոչ մեկին չեն հանձնել, Վիետնամին ասենք։ Կարճ ասած դա խնդրեմ չի կրակելը։ Ու ստացվում է, ասենք, հյուսիս-արևելքը, որտեղ Ռուսաստանի եւ Չինաստանի բանն է, ազդեցությունն է շատ ավելի ուժեղ կամ Միացյալ Ամերիկայի Նահանգներին է, ունդեղից բացառվում է, թույլ չեն տա այդտեղի այդ տարածքի հովանավորները, էլ ինչ ամանում, Թուրքիա, թուրք եւ Ադրբեջան։ Թուրք եւ թուրք։ Այդ ինչ ասեք, այդ ինչ երկիր է։ Լավ, օքեյ, Բաքվի Հանրապետություն։ Բաքվի Հանրապետություն, շնորհակալություն։ Բանը ուրիշ բան տեղ չկա, բայց բանը այդ ներթափանցումը իրանք եթե անեն, իրենք անելու են միայն ու միայն արդեն Սիրիայի սցենարը, երբ որ տեսնեն շատ է երկարում, ոնց որ Սիրիայում։ Եվ Լիբիայի սցենարը չի ստացվում։ Մենակ այդ դեպքում։ Կներեք, էլի, բայց նույն Բաքվի Հանրապետությունում եթե դու բերում ես զորք ես կուտակում, չէ՞ որ կտեսնի։ Պետք է կտեսնի, իհարկե։ Բա ո՞նց ես մտնում։ Դրա համար Թուրքիա եւ Բաքվի Հանրապետություն այդ երկու օկուպացված հայկական հողերում բուն դրած թուրքալեզու, ասենք, պետությունները իրանք ուժերով պետք է հարձակվեն։
ու իրանց մեջքից արդեն հարցակվելուց հետո նոր կսկսեն բանը պետք չի մոռանալ որ այդ թուրքալեզու ժողովուրդները ոնց որ ասած ոտատեղ ունեն բանում Իրանի տարածքում թուրքալեզու դարձած իրանական ազարի ցեղը իրանց համար կարա լավ ոտատեղ լինի տրամպլին լինի բայց այդ մարդկանց պետք է մոբիլիզացնել չէ դուք խոսում եք հյուսային ատրպատական որովհետև հեսա բանը կադրեր կան որտեղ որ իրանք ամերիկայի դեմ եսի ինչեր են անում տրորում են բայց ձեռիդ հայկական դրոշ են տրորում Մեծ պրոբլեմ չէ էլի ազգայնականությունը, որ 19-րդ դարի սկզբից Նապոլեոնի արշավանքներով ֆրանսիական, ասենք, հեղափոխության բաները, գաղափարները մտցրեց Եվրոպա եւ սկսեց տարածվել աշխարհում, մի քիչ զադերժկով, մի 130 տարի զադերժկով եկավ հասավ, ասենք, թուրքերի այս տարածքի։ Այնուց թուրքերին 100 տարի ուշացումով տեղ հասավ, 110, իսկ թե 200։ Բայց հասել է տեղ։ Ու ազգայնականությունը քիչ թե շատ վարակված է այն երիտասարդությունը, որ իմիջիալոց այնտեղ շատ հետաքրքիր բան կա։ Բնակչության միջին տարիքը 34 տարի է, տարեկան է կարծեմ։ Ակտիվ մասային ինչ որ ձևով ներգրավել ցանկացած շարժման մեջ, թե կրոնական, թե ազգայնական, թե պետականամետ, թե ասենք պետություն քանդող, այդքան դժվար չէ։ Եթե Իրաքի քրդերին ամերիկացի անկախություն էին խոստանում, սես մարդկանց ինչ պետք է խոստանան։ Ոնց են կապելու։ Միացում Թուրանին։ Միացում Թուրանին։ Կարան խոստանան։ Հիմա կմիացնեն, չեն միացնի, հաստատ չեն միացնի։ Իրանց առանձին երկիրը կսարքեն պրոամերիկյան, ամերիկյան Պուերտո Ռիկոյի պես, ասես մի հատ տարածք կլինի, որ քաղաքացիություն չունենան, բայց ամբողջությամբ իրանց ձեռի տակ։ Բայց առայժմ հնարավոր է, բացառել հնարավոր չէ, բայց առայժմ մենք տեսնում ենք միլիոնավոր իրանցիների փողոց դուրս գալը, կարմիր դրոշի բարձրացումը, որը վրեժի խորհրդանիշ է։ Վրեժի դրոշը բարձրացրել են եւ ճիշտ հակառակը ջիհադի կոչեր։ Հաշվի առնելով ինչ դաժան, ասենք, քայլերի են դիմել կամ այտենց ստացվել է, ես չեմ ասում, որ դա պետք է ապացուցվի, որ միտումնավոր է արված, ես նկատի ունեմ այն երեխեքի մասսայական սպանությունը, ծննդատան խփելը, բան։ Էդ էլ որ գումարվում է, ասենք, ասես որ նայում ես, եթե միտում կա, ես չեմ պնդում, որ միտում կա, էլի պետք է ասում եմ, դա քննիչները մի հատ ուսումնասիրեն, փաստաթղթերը, բանա, ռադիո պերեխվատա, հենց նույն, ասենք, իրանց բանա զրույցները, օթաչուների, օպերատորների, հրթիռների վրա նստած, եթե բանա միտում կա դրա մեջ, այդ միտումն էլ է, էլի, ասես դիտվում, ասես ուղիղ գործողություն է սկզբից ցանկացած ձևով ժողովրդին բրթել, որ հելնեն փողոց։ Թեկուս Ամերիկային եւ հրեաներին քվրտելու, մեր քրֆելու գործով երեխեքին սպանելու համար։ Հետո ասենք ոնց է լինի, ասենք այդ բանը մեջը կլինեն պարտադիր չի պրովոկատորներ, բայց պրովոկատորներ էլ կլինեն, որոնք որ ուրիշ կարծիք ունեն պետական, ասենք, ղեկավարներից, տարբերվող։ Հա։ Հետո խփում են ոստիկանական հենակետերին։ Հիմա դա այսօր սաղոր են անում, խփում են ոստիկանական բաներին, որ այդ ուրիշ կարծիք ունեցողները կարողանան խմբավորվել, ձևավորվել եւ այդ նժարի վրա իրանց քաշը մեծանա, էլի, ասենք ներքին քաղաքական կամ ներքին ռազմաքաղաքական, էլի։ Լավ, հասկացանք, այդ սաղ իրանց խնդիրներն է։ Հիմա Իրանը ինչ է անում ռազմական տեսակետից։ Փորձենք դա հասկանանք։ Համեցեք, ավելի ուժգնացրել է արվածները, բայց ավելի մասնագետ։ Ուժգնացել է, ասենք նույն բանը կարելի է ասել խոսքի ցանկացած բոքսի մենամարտի ժամանակ, երբ որ մեկի քթին խփում են, ինքը ջղայնանում է ու շատ է խփում։ Բայց եթե ինքը անկանոն է խփում, չէ, դե կետա թիրախ է։ Այո, պետք է հասկանանք ինքը ինչ թիրախներ ա դրել իր առջև։ Սրանից մի քանի ամիս առաջ հարձակման ժամանակ ինքը խփեց պայմանավորված ինձ թվում է ամերիկացիների հետ, որ դեմքը չկորցնի ռազմաբազային, երբ որ ընդեղից երևի վերջի շան թուլինել են հանել։ Ոչ մի երևի արժեքավոր բաներ չէին թողել, այդ վաղ խփեց, սաղ ձև տվեցին, որ հա, Իրան ջան, սաղ տոշնի է, գիտենք դու խով տղա ես, դու աբարոտ կա ֆռացող ես,
Բայց իրականությունը այդ էր, դա պայմանավորված էր, որովհետև այդ աստիճան sense կեղծ մեկ է Սուլեյմանի մահի, ասենք, բանն էր, կարմիր դրոշ բարձրացնելն էր։ Սուլեյմանի պատասխանն էլի նույն ձևով ռազմաբազային խփեցին, որտեղ Իրաքի քաղաքացի պահակներն էին մենակ դրսի պերիմետրը պահում, մի հատ նմուշի համար ամերիկացի չկար այդ բազայում։ Էլի պայմանավորվածություն, որպեսզի կոնֆրոնտացիա չլինի աշխարհի հեգեմոնի հետ։ Հասկանալի է։ Ներելի է ինչ որտեղ, բայց հասկանալի է ամբողջությամբ պարզ է։ Իսկ հիմա ինչի է այդ ուրիշ ձև։ Երբ որ Իսրայելին ինքը պատասխան հարվածներ էր հասցնում, հրթիռը թռնում էր Իրանից, անցնում էր Իրաքի վրայով, Քրդստանի կամ ասենք արաբալեզու տարածքներով, անցնում էր Թուրքիայի աշկի առաջ, մտնում էր Հորդանան, Հորդանանից նոր կամ Սիրիայով, Թուրքիայի աշկի առաջ, մտնում էր, ասենք, Սիրիայի կողմից ԱՄՆ ռազմաբազաներով sense հələ ռազմաբազաները մի կողմ դնենք։ Այդ տարածքում բնականը կան մարդիկ, կան լակատերներ, հակաօդային համակարգերի։ Ինչքան վերև է թռչում իդեպ։ Հրթիռը, այն հրթիռները, որ ցույց են տալիս, sense հաստ սարձելքի նման օդ են թռնում, իրանք տիեզերքով են գնում։ Խոսքը գնում է համենայն դեպս Իրանը ասում է, որ մինչև 2.500 միանշանակ ունեն հրթիռներ մինչև 5000 խփող։ Ասում են։ Հիմա ունեն թե չէ չգիտեմ, բայց այնտեղ 1005-ն էլ իրանց այսպես հերիք է, էլի։ Իսկ 1005-ը իրանք սրանից երևի մի 6 թե 7 տարի առաջ են փորձարկել ու շատ բարի հաջող։ Հիմա բանա, երբ որ գնում ես լակատերի տարածքով, այդ լակատերը տեսնում է, որ ինչ որ բան անցավ։ Անկամ ստից ասան, չկարանալով խոցի այդ ամեն ինչը ինքը տեսնում է։ Ասան ու իր նման, ասենք, ոչ հեռահար հրթիռները, ասենք, խոցող բաները, հակաօդային համակարգերը։ Իրանք տեսնում են, հաղորդում են, տրայեկտորիան 1-ից 1 պարզ է դառնում։ Այն լակատերները, որ ամերիկյան հիմա խոցվել են, դրանք էլ հենց թռնելու պահից են, ասենք, մի անգամից ֆիքսում։ Այն ինչ որ այն լակատերները չեն տեսնի, ասենք, տիեզերքում, էդի տեսնում է, եւ բացի դրանից կան տիեզերքում տիեզերանավեր, որոնք որ հենց այդ բալիստիկ թռիչքներն են ֆիքսում, կարճ ասած, լիքը տեսնողներ կա Իրաքում, տարբեր արաբական երկրներում, ամերիկյան քաղաքացի, ֆրանսիական, բազալինի, անգլիական, հպատակը, ասենք, Էրբիլի քուրդ ազգությամբ, թե իգիլի բանը գրոհայինը Սիրիայի հարավում, կապ չունի, տեսնողներ կան, ու այդ ինֆորմացիան ամբողջությամբ ժամանակին օպերատիվ, այդ թվում նաև թուրքերից, օսման թուրքերից, գնում հասնում էր, ասենք, որտեղ պետք է։ Իսկ հրթիռը բան չի, էլի, տելեպորտ չի, որ ակնթարթորեն հայտնում, ինքը ինչ-որ ժամանակ է իրան պետք, որ Իրանից գա հասնի Իսրայելին։ Այդ ժամանակը բավարարում է, որ, ասենք, տրիվոժնի գրուպաները, այդ օդանավերի կողքը հերթապա օդաչուները նստեն իրանց օդանավերը, կործանիչ, բարձրանան վերև, ես սկսեն եթե շեմշկի պես չրթել չէ, գոնե զգալի մասը այդ հրթիռների խոցել։ Հիմա ինչա կատարվում, ասենք, եւ այսօրվա պահվածքը Իրանի ոնց կարելի է նկարագրել։ Ինքը կարճացնում է արձագանքելու ժամանակը։ Եթե առաջ, ասենք, մի ժամ կամ 40 րոպե բանա կարար մի հատ կոֆե խմեր, զուգարան գնար, դուշ ընդուներ, օդաչուն նոր հելներ այդ հրթիռը դիմավորելու Իսրայելում։ Հիմա արդեն չի կարա, որովհետև խոցվում են հենց նախորոք զգուշացնող Իսրայելին վաղաժամ, ոնց որ ասած, զգուշացնող տեղերը, կետերը, Էրբիլի օդանավակայանը, իր ռադիոլոկացիոն բանով, ամերիկյան իմիջիայլոց ռազմաբազայի հանդեպ, խոցվում են այդ լոկատորները, որոնք որ համ հրթիռի թռիչքն են ֆիքսում դեպի Իրան եկող, համ էլ դեպի Իրանից հեռացող։ Ու տրայեկտորիան 1-ից 1 հաշվարկում են, էլի, ասենք, ոնց է այդ հրթիռը գնում։ Կարճ ասած, ստացվում է այն տպավորությունը Իսրայելի լոջիկների համար, օդաչուների համար, որ Իրանը ոնց որ տեղափոխվել եկել Հորդանանի կողքն անաստեղ։
եւ իր հրթիռ բարձրանալու ու միանգամից հակաօթայինը, որ պիտի արձագանքի, մեկ լինի։ Արդեն դուշ ընդունելու ժամանակ չունի, կոֆե խմելու ժամանակ չունի, միգուցե նաեւ չհասցնի վազելով գա օթանավին մոտենա։ Այդ կարճացնելու հաշվին։ Արագացնում է, էլի պատերազմը։ Արագացնում է ոչ թե պատերազմը, արագացնում է Իսրայելի հակաօթային համակարգի գործողությունները, որոնք արդյունքում մեկ-մեկ չէ ավելի շատ կսխալվեն, քան սխալվում էին այնվաղ։ Այնվաղ իրանք գրեթե չէին սխալվում, անսխալ աշխատում էին, բայց երկու իստեղ կա 3 հրթիռ էին բաց թողում հակաօթային, որ խոցեին իրանական մի հրթիռ։ Հիմա ստիպված են լինելու ավելի շատ կրակետ, ստիպված են լինելու մշտական հերթապահություն անել Իսրայելի երկնքում տասնյակ օթանավեր, օդաչուներն էլ ասենք պերեսմենկա լինի, կարճ ասած տիտանական աշխատանք է սպասում Իսրայելին, եթե ծնկի չգա Իրանը։ Իսկ ինքը նախադրյալները խոցելու, ասենք իր այս պահին կառուցում է, ոչնչացնելով զգուշացնող աչք ու ականջներին, որ տեսնում են այդ հրթիռները, տեսնում են շահեդներին, բաներին եւ ինֆորմացիա նետում էր հասնվել այնտեղ, որտեղ պետք է, իսկ Իրանի տեսակետից որտեղ պետք չի։ Հիմա Իրանը նաեւ մի մարտավարություն է ընտրել առնվազն այս վերջի 10-20 ժամերի ընթացքում տնտեսական թիրախների է հարվածում։ Սաուդյան Արաբիա ամենախոշոր նավթավերամշակման ուրեմն բազային խփեց։ Ինքը արեց գլխավորը, ինքը փագեց Հորմուզի նեղուցը ու իր դերը այդքան մեծ չի լինի, եթե Էրիադի եւ մնացած նավթամշակող մեծ գործարաններին ինքը թույլ տա, որ աշխատեն, որովհետեւ ոչ մեկ մեծ բեռնատարները 25 տոննա նավթ տեղափոխող բնությունից չի ջնջել։ Այդ հարցը ժամանակավոր է ձև կկառուցեն, հիշենք, որ սիրիական նավթը 5-6 տարի անընդմեջ Դայիշ իգիլը Թուրքիայի տարածքի մեջով ավտոներով ավելի արագ էր տանում, քան նավթատարով տանեին։ Դե պարզատ է, թուրքերը լավ ձեռքերը տաքացրեցին, Էրդողան իրափեսեն, ոնց որ տղեն, նաև Բայրակ թարը դրանով կարացավ կողել։ Եկեք այս թեման զարգացնենք, էլի Թուրքիա, Բաքվի Հանրապետություն։ Այդտեղից հնարավոր համարում եք ասցիք, որ հնարավոր Հիմա ոչ։ Հիմա եթե ինքը որտեվ կներեք տարբեր վերլուծական գրեթե բոլորը ասում են եթե այնտեղից եկավ վտանգ Իրանը ուղղակի մտնում է վերջ Ադրբեջանը հիմա ոչ որովհետև ցամաքային օպերացիայի պատրաստությունը մի քիչ ավելի երկար է քան օդայինը այդ ցամաքային օպերացիայի պատրաստելը դեռ չսկսած ու սկզբնական փուլում եթե այնտեղ ինչ-որ թպրտոցներ լինի եւ Իրանը սկսի հրթիռներով խփել օդանավակայաններին, թռիչքուղիներին, երկաթգծին, նավթատարին, չգիտեմ, ինչ ասես այնտեղ կարա ինքը վերացնի, ել չեմ ասում կարա մտնի քռի աճափը, ասենք Իրանովանի։ Իրանովանի Բաքվի Հանրապետության քռի աճափը, չնայած աճափը մերն է, էլի ասենք ճիշտ է, եթե խոսանք։ Բայց Արաքսի խառնարանից հետո, Արաքս խառնարանից հետո ընդ թող իրանցը լինի, ես դեմ չեմ։ Հիմա սխալ կլինի, որ դրա պատճառով էլ ասենք, ասենց հարցեր առաջանում, այդ ոնց է շատ ավելի քիչ Տրամպին եւ Ամերիկայի այսօրվա ադմինիստրացիային բոլոր թշերը պատճող, ասենք Ալիևը, որ չգիտեմ, Վենսը ասեց, բանը կարքին տաղայա բան, sense բաներ չէ, ասենք, այդ Ալիևին ոչ մի բան չեն ասում, իսկ ընդ այն արաբական թագավորները, որ ժառանգական, ասենք, թագավորները մեկի տոհմա կառավարել է 1200 տարի, մեկի տոհմա 300 տարի, մեկին է, չգիտեմ, ինչքան, այն ժառանգական արաբները ստիպված մտնում են գոնե սիմվոլիկ ասում են կռվում ենք բանի Իրանի դեմ, արդեն պատերազմ հայտարարող երկիր կա Իրանին, Սաուդյան Արաբիան։ Այդ ո՞նց է այս մեկին ոչ մի բան։ Կարող է պահում են որպես զապասնոյ այրադրում եւ ապագա գործողությունների համար
հատուկ տեղ են նախատեսել Օսմանյան թուրքերի համար եւ Բաքվի թուրքերի համար։ Ես օրինակ ուրիշ բան այդտեղ չեմ տեսնում, որովհետեւ Իսրայելի բացահայտ պոչիկը ճիշտ ավելի շատ ենթարկվող իր բանը ավակ եղբայր Էրդողանին Ալիևը ոչ մի ձևով չի ծառայում հիմա օգտակար չի Իսրայելին, հավատս չի գալ։ Էն էլ էս մեղ մաջալին, երբ որ խեղճ Բիբի Նետանյահուի աշխատակազմի մեբելը փչացրին, ոնց որ խփին կպավ իր աշխատակազմի շենքին հրթիռը։ Ուշագրավ լուրեր են այս պահին ձեր թույլտվությամբ ընթերցեմ, ուրեմն մենք վճռականորեն կպաշտպանենք մեզ եւ մեր 6000-ամյա քաղաքակրթությունը անկախ գնից եւ մենք կստիպենք մեր թշնամիներին զղջալ իրենց սխալների համար։ Ի տարբերություն Ամերիկայի, Իրանը պատրաստ է երկարատև պատերազմի։ Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանի։ Այս պատերազմին երևի նկատի ուներ, որովհետեւ Ամերիկան, եթե իր հողերը պաշտպանելու լինի, ինքը գոնե մի երկու անգամ ցույց հատով է, որ քաղաքացիական պատերազմի տեսքով, անկախանության պատերազմի, որ կարա տարիներով պատերազմի, ցույց ցնած չի էլի, որ թուլամորթի մեկն է Ամերիկան, բայց զավթողական պատերազմում, երբ որ ինքը գալիս է ինչ-որ բան ձեռք բերելու, այդ ինչ-որ բանը փողի արժեք ունի։ Եթե ավել պետք է ծախսի Ամերիկան, որպեսի փոքր իրը վեգալի, դա բիզնեսմենի մոտեցում չի, իսկ անգլիական բոլոր զավթիչները, բոլոր ի տարբերություն իսպանալեզու զավթիչներից կամ գաղութատերերից, իրանք բոլորը լավ հաշվարկել գիտեին։ Այդ ամենակիչը 17-րդ դարից էդ է երևում է։ Իրանք լավ հաշվարկում են, իրանց համար կոլոնիան, ասենք, այդ գաղութը դա բիզնես է, Վենեսուելան է լավ բիզնես, հիմա Կուբայի վրա որ չեն հարձակվում, այնտեղ վերցնելու բան չկա։ Ուղղակի ոչ մի բան չկա, այնտեղ պրեստիժից բացի դե բան չկա, իսկ պրեստիժան այս բանը կարող է պայտակ չկարնաս պաշտպանես։ Ոնց որ եղավ, ասենք, սրանից մի 60 տարի առաջ։ Կուբան դե էշեշ դրեց դեսանտը ոչնչացրեց, չէ, ասենք Ամերիկայից եկող բանը խոզերի ծովածոցում Կուբայի ափերին։ Մեկ էլ տեսար այտենց մի բան եղավ, բայց այնտեղ վերցնելու բան չկա։ Շաքարը լիքը ուրիշ կղզիներ կա, Մավրիկի շաքարը ավելի լավն է, քան Կուբային, այդ բանը եղեգնի շաքարը։ Երկարատև պատերազմի դեպքում ով է պարտվելու, որովհետև կան տվյալներ, որ տասնամյակներ Իրանը պատրաստվել է կարճ եւ միջին հեռավորության եւ հազարավոր հրթիռներ ունի, իսկ հարձակվող կողմի համար որպես ռազմական նաեւ գործիչ ինչ կասեք, էլի ում համար ավելի Ինչ չի, որ ավելի մեծ պոտենցիալ ունեցող երկիրը բացահայտ հաղթանակ է ունենում։ Այդտենց միանշանակ չի։ Բացահայտ հաղթանակի մասին չի խոսում, ում ուժերը կսպառվեն երկարատևի։ Դե այդ երկարատև պատերազմում, որ բացահայտ հաղթանակ, օրինակ Անտանտի երկրները ունեցան գերմանացիների վրա։ Չնայած գերմանացական զորքը Ֆրանսիայի տարածքում էր, Բելգիայի տարածքում էր, բայց ինքը պարտվեց։ Դա երկարատև պատերազմ էր, ռեսուրսները մաշացնող, առաջին համաշխարհային պատերազմի հետ է։ Աֆրիկայում հաջողություններ ուներ այնտեղ, կարգին ասենք անգլիական գաղութներին կզացրել էր Ֆորտ Վերկեր, ինչ էր այդ գերմանացու ազգանունը, կարևոր չի։ Բայց ամենայն դեպս ինքը պարտվավ։ Հիմա Ռուսաստանը բացահայտ հաղթանակ ունի, ասենք, Ուկրաինայի վրա, երկարատև պատերազմով ընդհանրապես հաստատում է այդ պատերազմը։ Բայց եթե մի քիչ էլ երկարի, նենց չի, որ ինքը կռվում է մենակ ուկրաինական ռեսուրսների դեմ։ Երկարատև պատերազմ դա ռեսուրսների պատերազմ է։ Հիմա ամբողջ բանը Եվրոպան եւ Արևմուտքը, ինչի՞ չէ նաեւ ասենք հեռավոր արևելքից օգնություն ստացող Ուկրաինան, կարելի ասել կռվում է Ռուսաստանի դեմ ոչ մենակ, այլ սա արևմուտքի ուժերով։ Միակ բանը, որ Իրան արևմուտքը չի օգնում ռեսուրսների տեսակետից, դա մարդկային ռեսուրսն է։ Այն ծիծաղալի քանակ վարձկաններ կամ բանը արձակուրդ գնացած իտալական կամ բանը գերմանական կամ ֆրանսիական սպաները կամ զինվորականները խնդալու է, էլի են
ճակատը 1000 քանի կիլոմետր է, այնտեղ ոնց որ խնդալու էր 10000 կորեացին դիտել որպես օգնություն։ 10000 կորեացին եկել էր վարժվեր, պարապեր, որովհետև ինքը 50 թվականների ծեսքում պատերազմ չէր տեսել, աշխարհի ամենալավ բանակներից մեկն է, որ մարտական փորձ ունի 0, կարելի ասել։ 3-4 սերունդ անցել է դրա այդ վերջի պատերազմը, ասենք տեսած մարդկանցից հետո։ Եվ իր համար այդ 10000 հոգու փորձը մեծ դեր է խաղաց։ Լավ, միանշանակ չի, չէ՞, որ ասենք Ռուսաստանը կարող է երկարատև պատերազմում կրի։ Ինքը կարճաժամկետ եւ միջնաժամկետ պատերազմում միանշանակ հաղթող է։ Միանշանակ։ Բայց երբ որ Եվրոպան, Արևմուտքը սկսի մարդկային ռեսուրսների հարց լուծել, գումարի իր փողին, իր զենքին եւ այլն, դից միանշանակ չի արդեն Ռուսաստանի հաղթանակը։ Հիմա գա ուրիշ տեղ։ Բանը հիշում ենք, չէ՞, որ բազմաթիվ պատերազմներ են եղել պատմության մեջ, երբ որ փոքր երկիրը հաղթել է մեծին։ Բազմաթիվ պատերազմներ կան։ Միջնադար, նոր ժամանակներ, բազմաթիվ։ Ուզում եմ ասեմ, ռեսուրսների պատերազմը այդպես միանշանակ չի, որովհետև ռեսուրսները, նայեք, ամերիկացու ռեսուրսը ավելի մեծ է, չէ՞, քան Իրանինը։ Ինքը ստանոք ունի, ֆերրեսին երբ կասի 1.1 կտպի, ինքը անհրաժեշտ փողերը պարտքով ինչքան պետք է կեսը կտա, բայց Իրանը խփում է մի հրթիռ, որի արժեքը պայմանական 100,000 է, որը խոցելու համար, հաշվի առնելով ամերիկյան հրթիռները որտեղ են սարքած, ինչ ուռած է այնտեղի հարկերը եւ աշխատավարձները, այնտեղ Իրան կանգնացնող 2 հրթիռ է պետք, ամեն մեկը 100,000-ից ավելի թանկ։ Ու ստացվում է, որ ռեսուրսների անհամաչափությունը ըստեղ այդքան էլ մեծ դեր չի խաղում։ Բանը, այն սարքը, որը խոցել էր այդ կլոր RLS-ը, $30,000 շահեդ է եղել։ Ոչնչացրել է 1 միլիարդանոց սարք։ Իրանի տարածքում այտենց մեծ արժեք ունեցող բան, ոնց որ նայում ես, մեծ, շատ մեծ միլիարդներ, միայն Բուշերի ատոմակայանն է։ Գործարաններ կան, որոնք վաղուց փոխել է պետք, հələ ինչ որտեղ մերսի կասեն, որ բանա շին հրապարակ իրանց համար կսարքեն, եթե ոչնչացնեն, որտեղ 60-70 թվականների տեխնոլոգիաներ են, որոնք 80 թվականի տեխնոլոգիաներով չէ, ստանոկներով մի քիչ ուժեղացվեցին, երբ որ Հայաստանից ստանոկները բանա ջարդոնի անվան տակ տեղափոխվեցին Իրան։ Փաստորեն իրանց տեխնոլոգիաները սարսափելի հետ են, այսօրվա աշխարհի հետ չեն խոսում։ Փաստորեն էլ ինչին կարաս խփես, որ ժամանակակիցը։ Ոչ բան, միայն Բուշեր։ Իսկ ինչքան բան ունի խփելու բանը Իրանը։ Օրերից մի օր որ հանգարց շփոթվի OAN-ն էլ ասի, որ ես էլ եմ կռվում, մի հատ այդ շենքերից մեկը կտապալվի, ասենք, ու բրծ, այո։ 20 անգամ է մի անգամից Միացյալ Արաբական Միություն, այդ Էմիրությունները։ Նույնը բանում այդ աստիճան փողեր, որ իրանք ունեն համեմատ Իրանը էմբարգոյի մեջ լինելով 79 թվականից, փող չուներ այդքան, որ այդքան շինարարություն աներ, այդքան լավ բաներ սարքեր իր համար, այդքան լավ հրթիռներ սարքեր, որտեղ իր հրթիռը էժան է։ Շատ էժան է։ Հիմա որ ամփոփենք Իրան այս պատերազմը, էլի, որովհետև Հայաստանի մասն էլ խոսանք, հետո ինչ պերաշկի ու կուկուրու շատ ենք սիրում։ Իրանը ինչ պերաշկի։ Կասեմ, առանձնահատուկ պերաշկի է դա։ Իրանը ինչ մարտավարություն է ընտրել եւ արդյոք այս պահին այս վերլուծելով այս ամենը, չասեմ հաղթում է, չի պարտվում։ Ես այդ էի ուզում ասել։ Դա շատ կարևոր է։ Դերևս Սունզին չի պարտվել նշանակում է հաղթանակ։ Չէ, դերևս Սունզին շատ ճիշտ բառ ասել եւ իրանից հետո բոլոր մարտարվեստների վարպետները, որոնք որ տարիքային գալիս ու դառնում էին արդեն փիլիսոփա, բոլորը ասես կարմիր գծով արևելյան մարտարվեստների մեջ անցկացնում են մի գաղափար։ Հաղթանակը, քո հակառակորդի մեջ է։ Ոչ թե քո խիզախությամբ, քո հակառակորդի մեջ է։ Քո պարտությունը քո մեջ է։
То есть եթե դու չես ուզում պարտվես, դու չես պարտվի, ինչքան էլ անի ուզենա հաղթանակ ունենա։ Պարտվել չպարտվելն է կախված քեզանից։ Հաղթանակը կախված է քեզանից, այո, բայց շատ ավելի քիչ, քան հակառակորդից։ 20 թվականին եթե մենք հիմար չլինեինք, ինչ ձևի ասենք, չգիտեմ, կարատե պարապեին իրանց սպեցերը թուրքերի, ձախ ոտով նռնակ գցեին, աջ ոտով ագայես կրակեին, աշկերից կայծեր խփեին, եթե մենք չուզենայինք պարտվենք, մենք չէինք պարտվում։ Ես հասարակ մի բանով կարամ հիմնավորեմ, էլի հետի։ Մեր գումարտակը 157 գումարտակը, որը կարմիր շուկայում նախորոք չփորված դիրքեր, միրգեր, չուներ ոչ մի բան, եկավ ու բաց դաշտում հակառակորդին կայնացրեց։ Ես այս նկարագրում եմ ինչի համար, հեսա պարզ կլինի, որտեղ իրանք խիզախություն արին, համառություն արին, երբ որ զինադադար եղավ, տեսնեի, պետք ասենք ոնց են տղաների կեսի աշկերը տխուր, իսկ կեսի աշկերը ուրախ, որ պատերազմը պրծավ, զինադադար կանգնվեց։ Կեսը տխուր էին, որտեղ գիտակցում էին, որ այս բանա զինադադարը ինչ հետևանքներ կարա ունենա, բայց այն կեսն էլ ուրախ էր, որ վերջացավ, վերջապես վերջացավ։ Եվ եթե մեր մոտերը տենց 50-50, պատկերացնում եմ ուրիշ տեղ, ինչ գերակա, ասենք, բան ուներ, էլի, կշիռներ ուներ, ուրախ աչքերը զինադադարի վերաբերյալ։ Հիմա գանք Իրանին։ Նույնը Իրանին։ Իրանը եթե չի ուզում պարտվի, եթե կամքա դրսևորում, ինքը չի պարտվի։ Ինչ ուզում են անեն։ Բայց եթե այնտեղ էլիտաներում ճարմեն մարդիկ, միջնախավում մի 1000 անգամ ավել մարդ ճարվի եւ ստորին օղակներում, այսպես ասած, պլեպսի մեջ ճարվի արդեն հարյուրավոր հազար ավել մարդիկ, ովքեր որ զդայոմսու այդ բանը պանդա կունգֆուի մուլտիկի մեջից, երբ որ գալերը շրջապատում են բանին, պանդային, ինքը ձեռները միանգամից բարձրացնում է։ Բայց ռեսուրսով հաղթում է, պարոն Վարդանը, դուք ասացիք։ Այն 60-70, այդ նորից շանդրադառնանք ժամանակ չկա։ Նայեք, իրանց հրթիռների քանակը անսահմանափակ չէ իրանցիներին։ Իրանց հրթիռները ավելի էժան են, ստիպված ամերիկացին 3, 4, 5 անգամ ավել է ծախսում, որ իրան որսա, բայց սրանից կես տարուց ավել առաջ, երբ որ հարձակվեցին Իրանի վրա, գլխավոր թիրախները իրանք խոցեցին։ Շատերին թվում էր, թե միջուկային բան, լավ էլի միջուկային այդ բանը մասկա էր։ Իրականում իրանք խոցում էին հրթիռներ արտադրամասերի, որ այս հարձակման ժամանակ հրթիռների պաշարներից օգտվեն, նոր արտադրած չլինեն, նոր արտադրելու հնարավորություն չունենան, որտեղ երկարաժամկետի դեպքում ով շատ է կարում արտադրի, այն էլ հաղթում է։ Բայց կան տվյալներ, որ բավական sense բանի մեծ քանակ պայստավորած է։ Հա, գետնի տակ։ Ինչքան էլ պայստավորած լինես կվերջանա։ Okay, այս պահին, այսինքն, փաստում ենք մի բան, որ երկարատև է լինելու պատերազմը, տևելու է շաբաթներ, եթե ոչ ամիսներ, B Իրանը միգուցե տարիներ։ Եթե երկար տևի, դա խոսալու է մասին, որ Իրանը չի պարտվում, ինքը որոշել է չպարտվի, ժողովուրդը պատրաստ չի ծնկի կանգնի իր առջև բոյ կայնած Տրամպի դիմաց եւ համբյուրի իր։ Իսկ այդ Տրամպենք խնդիր ունեն։ Խնդիրներ, եթե վերցնենք ներքին, ասենք իրանց ինչ-որ պրոբլեմներ, այս գլոբալ հարցերում էդի դեր չի խաղում, էլի։ Դրանից ինչ, որ Տրամպին փոխեն Իրանի համար ինչ, կամ մերձավոր արևելքը, որ սենց վեգալես փեդով խառնեց, այդի հո ինքը չի որոշե։ Դա երկարատև պրոցես է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները 91 թվականից ստանձնելով գլխավոր լինելու, ասենք, այդ դրոշակը երկրագնդի վրա, այնքան էլ ճիշտ չէր իրան դրսևորում, ինքը ստիպված է հիմա իր սխալները ուղի ծեծելով։ Եվ այդ ծեծելու բաները, ասենք, այդ հարվածներ հասցնելու, դե նոր եկավ, չգիտեմ, Մադուրո, Կորեային հետո ասին լավ հոպ արես, մարդիկ միջուկային են սարքել, մեկ էլ տեսար, էլի, դրա համար կաշառքով, բանով, փագին բերանը։
Իրանց սխալներն են իրանք փորձում փակեն, որը որ ձևավորվել է իրանց մոնարխ լինելու, հեգեմոն լինելու պատճառով։ Վերջին Մեր իշխանությունում սխալները շատ նման է Ամերիկայի Միացյալ Սխալներին։ մեր իշխանությունների սխալը։ Այո, մեր իշխանության սխալները շատ նման է Միացյալ Նահանգների սխալներին երկրագնդի վրա։ Իր սխալները ստեղ ներսում։ 50-60-ամյա Միացյալ Նահանգների պատմության մեջ խնդրում եմ հիշեցրեք մի դեպք, երբ միլիտարիստ, ռազմատենչ, հեգեմոն Միացյալ Նահանգները պատերազմում էր եւ նրա ղեկավարը կամ Միացյալ Նահանգների հարևանությամբ պատերազմ էր, նրա ղեկավարը նարդի էր գլդորում կամ կուկուռուզ։ Ինչու՞ չէ, պերաշկի էր ուտում։ Այդպես ֆանտաստիկ ղեկավար, այդպես Դուք իմ բանը ալեգորիան կամ այդ համեմատությունը շատ սխալ հասկացաք։ Կարող է այդքան Ես նկատի ունեմ մեր իշխանությունները իր սխալները ներսի քաղաքականության մեջ շատ նման են Ամերիկայի սխալները երկրագնդի ներսի սխալների հետ։ То есть ինքը Ամերիկան իշխում է երկրագնդին, այսօրվա մեր իշխանությունները իշխում են Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի մի փոքրիկ կտորին, ու իրանց սխալները շատ նման է, շատ աննման, ինքնահավանություն, անսխալ լինել, կառավարությունը ես եմ, Ամերիկան էլ ասում է ես եմ որոշում, ես եմ գրում կանոնները, ես, հասկանում եք, այդ եսը, այո, ՕԲԽՍ-ը մեկ էլ գալիս է։ Ավարտում ենք Հայաստանը վտանգ ունի այս ամենի մեջ, թե դες մեր նախորդ հանդիպումներում էլ եմ ասել։ Ես նախորդ մեր ստուդիայում հանդիպման վաղտել եմ ասել, որ մենք լուրջ վտանգներ ունենք այս պահին փախստականների տեսքով, եթե ասենք մեծ հոսք լինի փախստականների, որոնց կարան ուղղորդեն թուրքերը երկու կողմից դեպի Սյունիք, մենք մեծ վտանգներ ունենք, ասենք, որ Բաքվի եւ Անկարայի թուրքերին երբ որ զինվորագրեն հարձակվելու Իրանի Հանրապետության վրա, իրանք կարող է խնդիր դնեն, որ եթե ամբողջ Հայաստանը, իսկ հնարավոր է այդպես խնդիր դնեն, գոնե Զանգեզուր վայքը իրանց տան, որ իրանք ի վիճակի լինեն առաջնագծում զորքերը տեղափոխեն, որը օպերատիվ, ասենք, անհրաժեշտություն է, դա էլ կարա լինի։ Բայց Իրանի դեսպանը Հայաստանում ընդամենը 3 նշեց, որ կարմիր գիծ է բացառվում է Սյունիքում կամ ինչպես ուզում եք կոչեք Իրանի հյուսիսում այդպես գեոպոլիտիկ փոփոխություններ վերահսկողական։ Դա ես ասացի այն ժամանակ, երբ որ արդեն Իրանի վրա թուրքերը այս երկու նայելու են նշանոցի միջոցով։ То есть երբ որ արդեն պատերազմական գործողություններ սկսվեն թուրքերի եւ Իրանի միջեւ։ Բանը դրան կհասնի։ Ինչ իմանաս, շատ բանը, ասենց կասկածելի հանգիստ են իրենց պահում թուրքերը օկուպացված հայկական հողերում, հարավում եւ հյուսիս-արևելքում։ Շատ կասկածելի հանգիստ են իրանց պահում։ Թիկունքից հարված հնարավոր է, հա։ Անսպասելի հարված։ Ուրիշ տեղ չկա հարվածել։ Ոնց նայում ես ուրիշ տեղ չկա։ Մենակ այս ուղղությունն է, ու այս ուղղությունը խախանդ է։ Որ ուղղությունն են խախանդ պահում։ Որտեղ որ պատրաստվում են գետը անցնեն։ Առավելևս եթե դա ասում է նախկին հետախույզը, թե հետախույզը նախկին չի լինում։ Չէ, ես շատ նախկին եմ 35 տարուց ավելի չեմ զբաղվում այդ մասնագիտությամբ, այդ կապված ոչ մի ձևով չեմ առնչվում։ Հետևենք իրադարձությունների զարգացմանը։ Հա, կուկուռուզ ուտելն է չի խանգարի, բայց ախր մեր մոտ խաղաղությունն է, միթե դուք չեք հավատում այդ խաղաղությանը։ Խաղաղությունը բանը, ես բան չունեմ ասելու, մերձավոր արևելքը եռում է, դա ժանդախտով հիվանդ քաղաքն է, իսկ մենք Դեկամերոնի հեքիաթներ ենք պատմում իրար, սեռական բնույթի, հա։ Բնույթը դեռևս չեմ ուսումնասիրել։ Դեկամերոնը տենց էր, էլի, ասենք, հանդե ժանտախտը իրանք ներսում, ասենք, Բակաչոյի ներկայությամբ անեկդոտներ են վուլգար պատմում հեքիաթների տեսքով։ Մեկ էլ Պուշկինը բանունի չէ, Պյեր Վավրեմյա Չումի։ Հա, այդ Պուշկինը կնամեցար երիտասարդ էր, դուելների էր մասնակցում։ Կրոգոմ եռումա։
հիմա փոքր օջախներ կան, ասենք ամբողջ մերձավոր արևելքում, որոնք վառվում են։ Հնարավոր է բռնկվի այնց կրակ, որ մեզ ոչ մի ձևով արաքսի, ասենք, լայնությունը այդքան մեծ չի, էլի, ու ջուրն էլ այդքան շատ չի մեջը, որ մենք կարողանանք այդ հրդեհներից մեզ հեռու պահենք։ Շնորհակալություն, պարոն Վարդանов։ Ես եմ շնորհակալ։ Սա Live Armenia YouTube-յան ալիքն էր, որի հյուրն այսօր ՈՄԱ-ի նախագահ Վովա Վարդանովն էր։ Շնորհակալություն նաև ձեզ ուշադրության համար, մեր ալիքին այսքան ակտիվ հետևելու համար, բաժանորդագրվելու եւ իհարկե մեր Patreon-ին միանալու համար։